ամուսնու ձեռքերն է համբուրում։ Ստուգում, հաստատ կարողանում է քայլել։ Վիգեն և Լինդա Էուջեկչյանների առաջին գրկախառնություններն են Վիգենի ավելի քան 5 տարվա գերությունից հետո։ Կնոջը գրկելուց առաջ Վիգեն Էուջեկչյանը այսօր մի քանի ժամ հարցաքննվել է զինվորական քրեական վարչությունում։ Ակնհայտ է, որ քայլելիս մեջքը ցավում է, վզի շուրջ ֆիքսատոր է երևում։ Հավանաբար վիրահատության կարիք կլինի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն էր ավելի վաղ ասել։ Առողջական խնդիր ունի, մեջքի դիսկի պրոբլեմ ունի եւ վիզն էլ այսպես ֆիքսատորի մեջ է։ Այսօր ունի առողջական խնդիր ունի, դա երևի այդպես հետագայում հետ վիրահատվելու անհրաժեշտություն կունենա։ Շփոթված հայացքով, թաց, բայց ժպտացող աչքերով էր առավոտյան Զվարթնոց օդակայանի ժամանման սրահ մտել Լինդա Էուջեկչյանը։ Լիբանանից թռել եկել էր ամուսնու ազատության մասին լուրն առնելուց ժամեր հետո։ Ասես արդեն օդակայանում ամեն հայի մեջ Վիգենին փնտրելով։ Սև ու սպիտակ վերնազգեստը անփութորեն արձակած։ Նրա կյանքի սև գիծը 5 տարուց երկար է ձգվել, ի վերջո պետք է սկսվի սպիտակը։ Պլանավորում է Վիգենի հետ թռչել Լիբանան, իրենց որդուն ամուսնացնելու։ Ուզում է տեսնել Վիգենին, այս ամենակարևորն է այս բանը։ Հետո մնացյալի մասին անպայման ցեզ դերեկացել։ Ոչ մի ուրիշ բան ասել չէր կարողացել։ Հիշել էր Հայլուրի նկարահանող խմբին։ Լրագրողները այս տարիների ընթացքում նրա ընտանիքի մի մասն են դարձել։ Լիբանանից տեսակապով հայ լրագրողների հետ շփումների ժամերին էր մի քիչ հանգստացել այն օրերին, երբ Շուշիում դիվերսիա նախաձեռնելու կեղծ մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգենը ինքնասպանության մասին էր մտածել Բաքվի բանտում։ Վիգենը հարցրեց, ինչ է կատարվում դրսում, ճիշտն ասա, Հայաստանը մեզնից հրաժարվել է։ Այստեղ հեռուստացույցով ասում են, որ հրաժարվել է ու գոռում էր հեռախոսի մեջ։ Այսօր հարցաքննվել է նաև գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանը։ Հայրս շատ վատ առողջական վիճակում է, պետք է բաց վիրահատություն տաներ։ Ես նույնիսկ հիմա չգիտեմ, իմ հայրը ողջ է, սիրտը դիմացել է, թե չկա։ Վերա Խաչատրյանի հայրը Վագիվ Խաչատրյանը դեռ հավանաբար ի վիճակի չէ հարցաքննվել։ Նորքի սրտաբանականում է։ Հոր ձեռքը բռնած այս մի լուսանկարն է հրապարակել Վերան ու գրել, որ նրա առողջական վիճակը այս պահին բավարար է։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վագիվ Խաչատրյանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ հայրենիք վերադարձած գերին պինդ է, լավ տրամադրություն ունի։ Քրոնիկ վիճակի հետ կապված բուժման ուրեմն ընթացքը կպլանավորվի եւ կիրականացվի եւ ամեն ինչ լավ է։ Բժիշկն է հայտնել, որ մի քիչ սրված է Վագիվ Խաչատրյանի սրտի խնդիրը։ Այս պահի դրությամբ ունենք տվյալ իրավիճակի թեթև սրացում, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ եւ հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք։ Երբ կպատմեն Բաքվի բանտի իրական սարսափների մասին Վագիվ Խաչատրյանը, Վիգեն Էուջեկչյանը, Դավիթ Դավթյանը կամ Գևորգ Սուջյանը։ Գևորգը մի երգտող է գրել դեռ գերության մեջ գտնվող հայրենակիցներին։ Ես ձեզ չեմ լքել, տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ։ Լարա Արաքելյան, Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։